Հարգելի կրթության նախարար, որոշումներ կայացնելիս միշտ քննարկեք եւ ուսուցիչների եւ աշակերտների հետ։ Իր մտահոգությունն է հնչեցնում ուսուցիչներից մեկը հորդորում վերադարձնել բանավոր հարցման գնահատականները, որոնք մոտիվացիա էին աշակերտների համար։ Սովորել ոչ թե գնահատականի, այլ գիտելիքի համար։ Կրթական նոր բարեփոխումը սրան է միտված, բայց հետևանքները ճիշտ չէին հաշվարկված։ Հանրակրթական նոր չափորոշիչով անբավարար գնահատական այլևս չկա։ Եթե նույնիսկ երեխան 2 անգամ 1-ից 3 միավոր է ստանում, ապա պետությունը նրան երկարօրյա պարապմունքների մեջ է ներգրավում։ Տարբերություն կա։ Երեխա կա, որ գիրքը ինչպես ստանում է, այդպես էլ հանձնում է, գիրք չի բացում։ Բավարարվում է դասանում ստացած գիտելիքով, ինքը լրացուցիչ չի ասում, որտեղ պիտի երկուս էլ ստանա փոխադրվելու է, 3 էլ մեծ է ունի այդ գիտակցությունը, որ հա գիտելիքն է կարևոր։ Բայց երեխան ավելի շատ ասում սպասեմ ազատ ժամանակը, ավելի շատ խաղերից վրա անցկացնեմ։ Ոլորտի փորձագետները դեռ տարիներ առաջ էին զգուշացնում հնարավոր ռիսկերի ու վտանգների մասին։ Վստահ էին աշակերտները ծուլանալու են, չեն սովորելու ու այդպիսով կրթական համակարգը ամբողջովին անկում է ապրելու։ Գիտեք, մենք ունենք երեխաներ, որոնք իրոք սովորում են թվանշանի համար։ Եթե ինչ-որ մի բան չի աշխատում, լուծումը դա հանելը չէ։ Մեր խնդիրներից մեկը այն է, որ եթե թվանշանը դառնում է, այսպես ասած, նպատակ, մենք մտածում ենք, որ քանի որ սխալ է օգտագործում թվանշանը, եկեք հանենք։ Բայց միգուցե պետք է շտկել, ոչ թե հանել, այլ այնպես անել, որ գնահատականը օգտագործվի ըստ այն ամենի, ինչի համար ինքը պետք է։ Մասնագետը հիշեցնում է, բացասական թվանշանը նախ եւ առաջ զսպող մեխանիզմ էր, իսկ այն հանելով փոխարենը ոչինչ չառաջարկեցին, մինչդեռ որակյալ կրթություն պիտի ապահովեին։ Այն է հետաքրքիր ուսուցիչ, հետաքրքիր դասագիրք ու դասավանդում։ Մեզ թվում է, թե բացասական թվանշանը դպրոցում կիրառվում է վատ սովորողների համար, բայց նպատակը միշտ եղել է բացասական թվանշանի կիրառել դա, որպեսզի մյուսները լավ սովորեն։ Այսինքն, երբ որ մենք դա կիրառել ենք, մեր նպատակը չի եղել, որ դրանով մենակ այն ամենավատ սովորողներին թողնենք նույն դասան։ Դրա նպատակը իրական այն է, որ հարգելի սովորողներ լավ սովորեք, որ դուք էլ բացասական չստանաք եւ չմնաք նույն դասարան։ Պարակտվում է կրթական շղթայի կարևոր օղակներից մեկը ըստ փորձագետների։ Անբավարար գնահատականը հանելով, եթե սկզբնապես նպատակ ունեին շեշտը դնել գիտելիքի, այլ ոչ թե թվանշանի վրա, անսպասելի հետևանքներ առաջացան։ Սովորելու մոտիվացիան կորչում է, պատասխանատվությունը թուլանում ու պասիվ է դառնում վերաբերմունքը կրթության նկատմամբ։ Եվ այս համապատկերում չի կարող ձևավորվել մտածող, հետաքրքրված ու խելացի աշակերտ։ Սվետլանա Ավդիշյան, ժամը լրատվական։